наши следы. Ինչեր ասես, որ չեն անում աշխարհի առաջնորդներն իրենց հանրային իմիջի համար։ Երաժշտությանն են դիմում հատկապես նախընտրական շրջանում։ ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինտոնը 1992-ին սաքսոֆոն նվագեց հեռուստաեթերում որպես նախընտրական քարոզարշավի մաս։ Միացյալ Նահանգների գործող նախագահ Դոնալդ Թրամփը ավելի շուտ հայտնի է իր այս պարային շարժումներով։ Բայց քչերը գիտեն, որ նա ժամանակին նաև վոկալով է փայլել Էմի մրցանակաբաշխության բեմում։ Աշխարհը տեսել է նաև Պուտինին դաշնամուրի մոտ։ 9 տարի առաջ Պեկինում նախագահ Սի Ցզինպինին սպասելիս նա անակնկալ մոտեցավ դաշնամուրին ու սկսեց խորհրդային մեղեդիներ նվագել։ Դաշնամուրը լավը չէր, դժվար էր, հաջորդ օրն արդարացավ Ռուսաստանի նախագահը։ Դրանից առաջ հեռավոր 2010-ին էլ, երբ Պուտինի համար արևմուտքը հակառակորդ չէր, այլ հանդիսատես, նա միկրոֆոնն առավ ձեռքը Սանկտ Պետերբուրգում բարեգործական գալա երեկոյի ժամանակ, հոլիվուդյան կինոաստղերի առաջ երգելով Blueberry Hill-ը։ Առաջնորդների ձայներից, սակայն ամենատպավորիչը Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարակ Օբամայինն էր։ Երգելու տաղանդը նա բացահայտեց նախ Սպիտակ տանը միջոցառման ժամանակ։ Օբամայի ամենացնցող կատարումը զոհված սենատոր Կլեմենտա Փինքնիի հուղարկավորության ժամանակ էր։ Զարմանալի շնորհ քրիստոնեական հիմնը երգեց։ Ֆրանսիայի նախագահը հաճախ է երգում, բայց ոչ միայնակ։ Մակրոնը նախագահ ընտրվելուց հետո երկրի օրհներգը կատարեց։ Շվեդիայում ձայնակցեց պրոֆեսիոնալ երգիչներին։ Իսկ Պիրենեիներում էլ երգեց հովիվների երգչախմբի հետ։ Կնոջը Բրիջիտ Մակրոնին վերջերս տեսան DJ-ի վահանակի առջև։ Ֆրանսիայի առաջին տիկինը Դիսնեյլենդ Փարիզում զվարճացրեց հանդիսատեսին բարեգործական միջոցառման ժամանակ։ Երգեր գրելու հարցում առաջնորդներից գերակտիվ է Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։ Թուրքմենստանի առաջնորդը կանանց, երկիրը եւ անգամ իր ձիուն է գովերքում, ռեփեր հեղինակում, դրանք թորների հետ ձայնագրում ու կատարում։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հանրային ոչ երգել է, ոչ էլ նվագել, փոխարենը թողարկել է տեսահոլովակ իր մասին։ Բարեկամ հայր մեծ առաջնորդ կոչումներով իրեն գովաբանող երգի կենթանի կատարմանը անձամբ է հետևել, այն հեռարձակել է տվել պետական հեռուստաընկերությամբ։ Նախընտրական պարերով Թրամփի պես հայտնի էր նաև Բորիս Ելցինը, բայց մի անգամ աշխարհը Ռուսաստանի Դաշնության առաջին նախագահին տեսավ նաև թմբուկների առաջ, ռուս-ճապոնական կապեր զարգացնելիս։ Հարվածային գործիքները տանից դիվանագիտական դաշտ է բերել նաև Ճապոնիայի ներկայիս ղեկավարը։ Երկրի առաջին կին վարչապետը մոլի թմբկահար ու ծանր մետալի սիրահար է։ Արևելյան Ասիայում աճող լարվածության ֆոնին Տակաիչին Հարավային Կորեայի նախագահի հետ այս տարի անակնկալ ջեմ սեշն արեց, թմբկահարելով K-pop հիթերի ներքո։ Իրական Հայաստանի մասին անհաշվելի ելույթներից հետո Հայաստանի վարչապետը եւս ձեռքն առավ երաժշտական փայտիկները։ Կնոջ նվիրած թմբուկների վրա պարապեց, իր գաղափարախոսությունը գովերքող երգ հեղինակեց ու այն առաջին անգամ կատարեց կուսակիցների համար։ Ապա նվագախումբ հիմնեց Վարչաբենդ անունով ու հանրությանը հրավիրեց դիսկոտեկի իր հարվածային հնչյունների ներքո պարելու։